միշտ ես մտածել եմ տարիներ շարունակ, որ այ կգա օրը ես ազատ կլինեմ եւ կզբաղվեմ ձեռագործով։ Այսինքն երևի ինչ որ գենետիկ հիշողություն, գենետիկ սեր էր տատիկիցս, մորից եկող երկու կողմի տատերիցս իրականում ձեռագործի գեղեցկության, այս գույների, այս հանգիստ անընդհատ կրկնվող շարժումների հանդեպ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ անցյալ տարի մայրս մահացավ եւ նա մեր տան մեծերից վերջինն էր։ Եվ հասկացանք, որ մեծերը մենք ենք արդեն եւ եղավ այն ինչ որ պատահում է, երբ տան մեծը հեռանում է, այսինքն սկսում են հանել նրա իրերը դարակներից, պահարաններից եւ ինչ որ ինքը պահել է, ինչ իր համար կարեւոր է եղել, ինչը որ արժեվորել է, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, շատ հին լուսանկարներ։ Դրանցով մաման է զբաղվել, դրանք մամային են եղել։ Հանեցինք եւ ամբողջ ընտանիքով սկսեցինք արդեն լրիվ ուրիշ աչքով նայել այդ ամենին։ Սկսեցի կարդալ, շատ բաներ նոր իմանալ։ Ես երբեք չէի պատկերացնի, որ հնարավոր է ես մեր տան իրերի ցուցադրություն կազմակերպեմ։ Գաղափարը միանձնյա իմը չէր։ Իմ ընկերուհին եւ բարեկամուհին Լալա Մնեյանը, որը երկար տարիներ ասեղնագործությամբ է զբաղվել եւ ժողովրդական վարպետ է եղել, ինքը այս գաղափարը ինձ հուշեց եւ մենք միասին նախաձեռնեցինք եւ նույնիսկ ծրագրի նախագիծը միասին գրեցինք։ Ցավոք Լալան հեռացավ մեզնից եւ ես մնացի մենակ։ Բարեբախտաբար պատմության թանգարանը շատ աջակից եղավ եւ կիսեց այդ գաղափարը եւ այս հնարավորությունը եղավ ցուցադրել մի ընտանիքի պատմության միջոցով անդրադարձ անել մի ամբողջ ժողովրդի պատմության մի հատվածի։ Այն է մի ընտանիքի գաղթի ճանապարհի, մի ընտանիքի անընդհատ կորցնելու, նորից գտնելու, վերածնվելու, նոր տեղում կայանալու, հաստատվելու եւ կայանալու միջոցով այդ սերնդների մեջ այդ կապը պահպանելու։ Մեր տան իրերը այն մշակութային, այն հոգեվոր ժառանգությունը, որ ես ստացել եմ իմ նախնիներից, սրանք մի քանի ընտանեկան ճյուղերի են վերաբերվում։ Կա հորս կողմը, հորս հոր եւ հորս մոր կողմերը եւ կա մորս, այսինքն մորս երկու կողմերը, այսինքն 4 գերդաստաններ խաչվում են իմ եւ եղբորս սերնդի վրա։ Այդ բոլորից մի քիչ ավել, մյուսից մի քիչ շատ կան հիշատակներ, հիշողություններ, իրեր, պատմություններ, մեր սերունդը գոնե շատ բախտավոր է այն առումով, որ մենք ունենք բազմաթիվ գրավոր հիշատակումներ եւ տեղեկություններ։ Հորս հոր կողմը մենք 17-րդ դարից գիտենք ուր են եղել, որտեղ են եկել։ Այնպես չի որ 17-րդ դարից գրառումներ ունենք, բայց կարողացանք պատմական թելը բռնել։ Մոտ 200 տարի հորս նախնիները Մարաշում են եղել, Մարաշում են ապրել եւ եղել են Մարաշի 6 հայկական եկեղեցիների քահանաները, իհարկե տարբեր ժամանակներում։ 100-ից ավել տարիներ առաջ այդ մարդը ձեռագրով մոտ 4 մեծ տետրակների մեջ գրել է եւ միայն մի քանի տարի առաջ եղբայրս այդ ձեռագրերը կյանքի կոչեց այն առումով, որ գիտական ուսումնասիրություն իրականացրեց եւ դա տպագրվեց հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Այնտեղ այդ հուշերում կա մի արտահայտություն։ Մեր նախնիներ եկել են Նոր Ջուղայից։ Նոր Ջուղայից են, ուրեմն բռնագաղթվել են Շահաբասի ժամանակ Արարատյան դաշտավայրի, Արաքսի հովտի այս կողմի տարածքներից։ Արևելյան Հայաստանից են գաղթել Նոր Ջուղա, այնտեղից Մարաշ, այնտեղից Եգիպտոս եւ Եգիպտոսից 1948 թվին մեծ հայրենադարձության ալիքի հետ եկել են Հայաստան։ Այսինքն 350 տարվա ահռելի շրջան էր արել եւ վերադարձել են այն նույն տարածքը, որտեղից որ
ի սկզբանե դուրս են եկել։ Հետաքրքիր նյութ կա կապված նաև հորս մոր եւ նրանց երկու քույրերի հետ։ Ուրեմն 3 գեղեցկուի քույրեր են եղել, ունեցել են մեծ քույր, որը չի ամուսնացել եւ մերոնց հետ միասին ներգաղթեց Հայաստան։ Ուրեմն այս կինը Կայիրեում եղել է մանկապարտեզի դաստիարակ եւ իր հետ բերել է իր աշակերտների լուսանկարները։ Ես որ տեսա առաջին անգամ, մտածեցի, որ ամենաթանկ բանը, ամենակարևոր բանը իրը, որ ինքը կարող էր իր հետ բերել, արժեքը, դա իր աշակերտների լուսանկարներն են եղել։ Մորս հոր կողմը արաբկիրի Մաշկերտ գյուղից են եւ մորս մոր կողմը բնիկ այնթապցիներ են, նրանց պատմություններ ունեն գրավոր ձևով, ես էլի շատ շնորհակալ եմ մեր ավագ սերնդից, որ ինչ որ գիտեին գրանցել են։ Մորս մայրը Արմինե Խաչատուրյանը Հալեպում դասավանդել է նկարչություն եւ ասեղնագործություն Հայ ճեմարանում։ Հայ ճեմարանը 1931 թվին նոր ստեղծվում էր Նիկոլ Աղբալյանի եւ Լևոն Շանթի կողմից եւ պահպանվել են նամակները նրանց։ Այս նամակում Լևոն Շանթը առաջարկում է տատիկից դասավանդել նորաստեղծ, նոր բացվող Հայ ճեմարանում։ Մորս հայրը Հրանտ Դևեջյանը համայնավար կուսակցության էր հարում, իրեն նշանակեցին Սիրիայի եւ Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահ։ Եվ երբ որ 45 թվին պատերազմը ավարտելուց հետո սկսվեց այդ ծրագիրը Սփյուռքում ապրող հայերին տեղափոխել Հայաստան, ինքը սկսեց կազմակերպել այդ ամբողջ ներգաղթը, հենց առաջին նավով էլ Բեյրութից Տրանսիլվանիա նավով տեղափոխվեցին Երևան ամբողջ ընտանիքով։ Հայրենադարձները իրենց հետ բերեցին հաճույքի, վայելքի այդ մշակույթը։ Նույնիսկ եթե տունը փոքր էր, պետք է անպայման ուներ մեծ փայտից պատշգամբ, որ պիտի խաղողի վազը բարձրանար, հասներ ծածկեր, այդ պատշգամբում իրենք պիտի նստեին, սուրճը վայելեին գլանակով, կանայք ձեռագործով կամ հյուսքով, երկար ժամերով մի սուրճի շուրջ կարող էին զրուցել, խոսել։ Պիտի լիներ պարտեզ, պիտի լիներ անպայման թթի ծառ։ Ճաշը ընդհանրապես կերակուրը շատ մեծ կարևորություն ուներ հայրենադարձների կյանքում։ Ես միշտ զարմանում եի, մամաս ինչքան կարևորություն է տալիս ինչ ճաշին եւ դրա ճիշտ պատրաստմանը։ Ես անընդհատ սիրում եի իմպրովիզացիաներ անել, ենթադրենք Մաղդանոսի փոխարեն կարելի է համեմ դնել, բայց մաման ջղայնանում էր, ասում էր, բայց օրենքը դա չի, չէ։ Միշտ այդ օրենքը ինքը վկայակոչում էր։ Գործը հայ կնոջ կյանքում շատ առանցքային նշանակություն է ունեցել։ Միշտ ասեղնագործել են, կանայք միշտ ձեռքին ինչ որ բան եղել է, հենց այնպես անգոշ չեն նստել։ Աղջիկը չափահաս դառնալուց հետո արդեն իր մորից, իր տատուց սովորել է այս հմտությունները, տանը անդադ տեսել է։ Եվ դա հնարավորություն է տալիս քեզ լինել շրջապատված գեղեցիկով։ Դա հետաքրքիր է, որ վերաբերում է սոցիալական բոլոր խավերին։ Ամենացածր խավն անգամ ինչ որ ձեռագործ մի կարպետ, մի ինչ որ ատրիբուտ ասեղնագործության, ձեռքի գործի անպայման ունեցել են։ Դա եղել է նորմա, սովորական ապրելու ձև։ Սերնդների մեջ կապը կարելի է պահպանել, նաև մի իրի նույնիսկ փոխանցումով, մի պատմության փոխանցումով։ Հորս գրադարանում ես գտա այս գիրքը, գիրք էլ չի, գրքույկ։ Հեղինակը առաջաբանում գրում է, որ գիրքը տպագրվել է 1912 թվին Ալեքսանդրիայում, եւ հեղինակը առաջաբանում գրում է, որ հայ ժողովուրդը սրանից առաջ, այսինքն այդ թվից առաջ, չէր կարևորություն չէր տալիս իր ծննդյան օրվան, բայց ինքը նշում է, որ դրականորեն նշում է, որ հայերը սկսել են ֆիքսել ծննդյան օրը, նշել, դրան կարևորություն տալ։ Ուրեմն ինքը այստեղ օրացույցի բոլոր օրերի համար հունվարի 1-ից սկսվում է։ Մի փոքր գեղեցիկ քառատող է ձոնում։ Բայց դա չէ կարևոր։ Կարևորը այն է, որ հենց առաջին էջում հորս ձեռագրով գրված է. այս գիրքը մայրս ինձ նվիրեց։ Նաև սրան եթե ավելացնենք, որ գիրքը կոչվում է Մի մոռնար զիս, եւ հատկապես հաշվի առնելով, որ հայրս իր մորից հեռու է ապրել կյանքի վերջին տասնամյակներին եւ չէր հանդիպում, որտեղ նա Միացյալ Նահանգներում էր, էմոցիոնալ առումով զգայական դաշտում այս գիրքը գերակշռում է
ինձ համար գոնե, այն ամբողջ ժառանգությունը, որ ստացել եմ իմ նախնիներից։ Ամեն ընտանիքում կա ինչ-որ մի գեղեցիկ պատմություն, որը սերնդեսերունդ պատմում է ինչ-որ մեկի մասին։ Տոնածառի լույսեր կային, որ էլեկտրականություն մի լամպը փոխանցում էր մյուսին։ Եվ երբ որ մի լամպը վառվում էր կամ փչանում էր, այլևս մյուս լամպերը էլ չէին վառվում։ Հիմա մենք ապրում ենք ժամանակաշրջան, որը ես վստահ եմ մարդկության հազարամյակների պատմության մեջ չի եղել, քան արագ փոփոխություն, առաջնահերթությունների փոփոխություն, սերունդների մեջ անդունդի այսաստիճան խորություն։ Ընտանիքի ինստիտուտը, եթե մի քիչ էլ սպասենք այսպես շարունակվի, ուղղակի էլ չի լինի։ Շատ հաճախ արդեն մեծ սերունդը եւ փոքր սերունդը իրար հետ չեն խոսում, որտեղ իրար լեզու չեն հասկանում։ Այստեղ արդեն մենք գալիս ենք մի իրավիճակի, որ սերունդների մեջ կապը վերջնական կորցնելու վտանգի առաջ ենք։ Իսկ մի սերունդը մյուսին փոխանցում է կյանքի հմտություններ, ավանդույթ, կյանքի փորձ, հիշողություններ, վերջապես էներգիա։ Ահա վերջացրի ես վերջապես իմ գործը, որից ես մեծ հաճույք ստացա անելուց։ Ես շատ պատահաբար գտա այս էսքիզների տետրակը, Մարաշում ծնված մեծացած տատիկի տետրակն է սա։ Սա ամբողջ Մարաշի ասեղնագործության էսքիզներ են, ուրվագծերը, այսինքն օրինակներ են, որից կարող ես օգտվել, սրանից կարող ես կամ ձևափոխել, բոլորն են լավը, բոլորն են հետաքրքիր։ Սրանցից մեկը ինձ հատկապես այս մոտիվը դուր եկավ, էսա, ես այսա այստեղ դրել եմ, ծաղիկը, իրենից դուրս եկով այս փոքրիկ ելուստը և այս ալիքը։ Մի տարբերությամբ, որ ես շեղվել եմ դասականից, ավանդականից։ Հիմա օրինակ սա ավանդական Մարաշի ասեղնագործություն է գույների իմաստով։ Սա իմ տատիկը հենց այս նույն գրքի հեղին, այս տետրակի հեղինակն է, իր արած գործն է, իր Մարաշի ասեղնագործությունն է, որը սովորաբար ֆոնը լինում է թավիշը դե շատ ընդունված էր, մուգ գույն և վրան ասենք ամենավառ գույնը այս մանուշակագույն է, մուգ մանուշակագույն է, սովորաբար սրճագույն են անում։ Սա ծածկոց է, սա միշտ եղել է մեր հեռուստացույցի վրա, դե սովետական տարիներին ձեռագործ էին, չէ՞, մարդիկ դնում հեռուստացույցի վրա, հետո դա իհարկե հայտնվեց դարակում, հիմա ես նորից սա մեջտեղ եմ հանել։ Այն ձեռագործ իրերը, որ մեր տանը, ասեղնագործ իրերը, որ հիմա ես տանը ունեմ, ես ամեն մեկը գիտեմ ով է արել, որ արել է իմ տատիկը, այն թափցի տատիկը, որ արել է իր այն թափցի մայրը, այդ պատճառով այն թափի գործ, այն թափի դբրոցի ասեղնագործություն շատ կա մեր տան իրերի մեջ։ Օրինակ սա դասական այն թափի գործ է, երկու անձեռոցիկ, երկուսը ճիշտ նույն ձևով արված։ Ձեռնոցը սա իմ մորս մոր մայրական տատուս հարսանեկան ձեռնոցն է։ Եվ հետաքրքիրն ինչ է, որ ես համարում եմ, որ իմ ձեռքը փոքր է, չի մտնում անգամ, կիսով անգամ չափ չի մտնում, ինչքան նուրբ է եղել այդ կնոջ ձեռքերը և ինչքան փոքր է եղել։ Ունենք նաև այս մկրտության, մամայիս մկրտության նույնիսկ վկայագիրը դեռ կա, ինքը մկրտվել է Հալեպի Սուրբ 40 մանուկ եկեղեցում, առաջնորդական եկեղեցում, և ինչ հետաքրքիր ձևով դեմի մասը արաբերեն է, որը լռացված չի, հայերեն մասը լռացված է, վկայագիր ծննդյան և մկրտության։ Ուրեմն այս ամբողջ ձեռագործների, այսքան գեղեցկության մեջ հատկապես տեղ ունի այս մկրտության հագուստը, որը իմ մորս մայրը ասեղնագործել է մորս մկրտության համար, կնունքին հասցնելու համար, և մամաս ասում էր 2 շաբաթում է արել, այսինքն գիշեր ցերեկ նստելով մետաքսի վրա, լրիվ բնական մետաքսի վրա ասեղնագործել է, տակից կա շապիկ, որ երեխան հագնում է, և վրայից այս թիկնոցը, այսպես ասած, շատ ճոխ և գեղեցիկ։ Ուրեմն մամայիցս հետո մեր ընտանիքի բոլոր անդամները սրանով են մկրտվել։ Այստեղ մեկ ընտանիքի օրինակով ներկայացվում է հայ ժողովրդի պատմության մի ամբողջ հատված։ Ցուցադրության մեջ ներկայացված են 4 ընտանեկան ճյուղեր։
Հորս հոր կողմը Տեր-Ղևոնդյանները, նրանց մասին տեղեկություններ ունենք սկսած 17-րդ դարից։ Մոտ 200 տարի շարունակ եղել են Մարաշ քաղաքի հոգևորական վերնախավը։ Այս պաստառի վրա պատկերված տունը մեր Մարաշի տունն է։ Պապս, որը վերջի սերունդն էր, որ տեսել է այս տունը, հիշողությամբ նկարագրել է եւ հայրս գծանկարել։ Հորս մոր կողմը Չորբաջյանները Մարաշի մեծահարուստ գերդաստաններից մեկն են։ Մորս հոր կողմը Դևեջյանները բնիկ արաբկիրցիներ են Մաշկերտ գյուղից եւ վերջապես մորս մոր կողմը Այնթափ քաղաքում հայտնի Խաչատուրյան ընտանիքն է։ Ցուցադրության կազմակերպման գաղափարներից մեկը նաեւ այդ փորձել ինչ-որ առումով կայծ գաղափարը դնել մեր ընդհանրապես մեր քաղաքացիների եւ ընտանիքների մեջ, որպեսզի բոլորը հասկանան ինչ-որ առումով եւ գիտակցեն ինչ-որ առումով իրենց ընտանիքի պատմության յուրահատկությունը եւ այդ թելերը գտնելը եւ ես շատ հուսով եմ որ իսկապես վարակիչ կլինի այս ցուցադրությունը, որտեղ բոլոր ընտանիքներում կան նմանատիպ պատմություններ, կան յուրահատուկ պատմություններ։ Երբ իմ նախնիները, հորս եւ մորս ընտանիքները ներգաղթեցին Լիբանանից եւ Եգիպտոսից ներգաղթեցին Հայաստան, բերել էին այն ամենը, ինչ իրենց համար հատկապես թանկ էր։ Իրենց ծննդյան եւ մկրտության վկայականները, ընտանեկան լուսանկարներ, ասեղնագործ սփռոցներ, կաթողիկոսական կոնդակներ եւ ելի շատ բաներ։ Այս ամենը ծնողներս մինչև վերջ պահեցին իրենց փոքր տան մեջ։ Երբեք ոչինչ դեն չի նետվել։ Նրանք ոչ թե իրեր էին պահում, այլ պահպանում էին իրենց եւ մեր ինքնությունը։ Պահել են հին տուփերի, հին թղթապանակների մեջ, մտածելով, հավատալով, որ գուցե մի օր ինչ-որ մեկը դրանք բացի։ Հիմա մենք բացել ենք նրանց պահած տուփերը, այդ իրերին տալով երկրորդ կյանք։ Տներում պահված իրերը պետք է ներկայացնել հանրությանը եւ աշխարհին։ Իհարկե ամեն ընտանիք չէ, որ ունի այսքան նյութ, այսքան նյութը նաեւ ահռելի պատասխանատվություն է։ Այնուամենայնիվ ամենափոքրիկ, ամենաաղքատիկ ժառանգության դեպքում անգամ կարելի է գտնել մի քանի լուսանկար, մի ուտեստի բաղադրատոմս, տատիկից լսած մի երգի մեղեդի եւ վերջապես պատմություններ, որտեղից են եկել, ինչ տեսակ մարդիկ են եղել։ Միշտ կարելի է գտնել կապ, մի օղակ սերնդների մեջ կապը պահպանելու համար։ Այլապես այդ կապը շատ հեշտ կարող են կորցնել, հատկապես մեր օրերում։ Երախտագիտությունը իմ ծնողներին, որ ցուցաբերեցին բացառիկ սկզբունքայնություն եւ համառություն եւ պահպանեցին մեր ինքնությունը։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին եւ մեր բոլոր մյուս հարազատներին այս ժառանգությունը ինձ հետ կիսելու համար։ Եվ իհարկե թանգարանի տնօրինությանը եւ հրաշալի մասնագետներին այս ամենը հնարավոր դարձնելու համար։ Եվ նաեւ ասեմ, որ մենք ամենայն սիրով այս ձեռագործներից մեկը կնվիրենք թանգարանին եւ միշտ ես իմ մեջ կկրեմ այն հպարտությունը, որ տատիկիս ձեռքով արված գործը մնալու է պատմության թանգարանի ֆոնդում։ Շնորհակալություն։